վիճակի կալիքով եք ճարտարապետում եւ հաշվի առնելով, որ Արցախի հանրապետությունն եք ներկայացնում, իսկ Սամվել Կարապետյանը մեծաթիվ ներդրումներ է կատարել Արցախի հանրապետությունում, հենց Արցախի հանրապետության մեր քաղաքացիները ինչպես են վերաբերում այն փաստին, որ բարերարը այսօր կանոնավորված է արդեն 4 ամիս։ Նախ ակնկալիքներից սկսենք, առանձնապես արտահայտության ակնկալիք չունեմ, ավելին համոզված եմ, որ բաց չեն թողնելու, իրենք նման շփոթություն իրենց թույլ չեն կարող տալ այս փուլում եւ Սամվել Կարապետյանը ազատության մեջ ավելի մեծ վտանգ է ներկայացնում։ Ինչ ունեք նախընտրական փուլ, այո, բոլոր տեսանկյունից, քաղաքական տեսանկյունից իրենց համար նպատակահարմար չէ այս պահին Սամվել Կարապետյանի տեսնել ազատության մեջ։ Ինչ վերաբերում է ի սկզբանե ներկայացված մեղադրանքին, փորձել արվել ամեն կերպ ներկայացնել, որ սա իշխանազավթման ինչ-որ կոչ է եղել, իրական հակառակ էֆեկտ է տվել, անգամ այն շրջանակներում, որտեղ անգամ ուզված են եղել, որ սա կարողանալու են հարամցնել չի ստացվել, եւ հիմա փորձում են փոփոխության ենթարկել, όπως ասած, փորձված բանը, այսպիսի իրավիճակ է հիմա, որ կերել է, չգիտեմ, թավանել է, այն ինչ որ նախկինում աշխատել է, փորձել են նման ձևով պիտակավորել, համոզված եմ, որ դա չի ստացվելու։ Ինչ վերաբերում է Արցախի համար իրականացվածին, կարծում եմ միայն Արցախի համար չէ, ամբողջ Հայաստանի համար Սամվել Կարապետյանը հանդիսանում է այն մարդկանցից, որոնք յուրաքանչյուր ազգ մեծ այսպես դրվատանքով պետք է վերաբերվի եւ ցանկալի կլինի, որ նման ոգիներ ցանկացած ազգ ունենա։ Ցավոք սրտի մեր պարագայում նկատում ենք, որ ցանկացած ողջ համաձայն չէ այս քաղաքական կուրսին, իրական նշանակություն չունի, թե նախկինների հետ հարաբերություններ են ունեցել, նույն եկեղեցու հարաբերություններն չեն այս Սամվել Կարապետյանի որոշակի հարաբերություններ ունեցել մինչև նրա քաղաքական հայտարարությունների իրականացնելը դառնում է իրենց համար համարմունքի եւ փորձում են պայքարել։ Այս պարագայում կարծում եմ, որ անհաջողությունը իրենց կողմից ավելի քես երևացող է լինելու, որովհետև ի սկզբանե ազատազրկումը բերեց մեր ձևակերպման, որն անգամ դիմադիր դաշտում գործող առաջին խաղացողներն այսօր ընդունում են, որ փաստացի այդտեղը զիջել են եւ այս բանին քաղաքական ընդդիմություն կոչվածը ավելի շատ համախմբում է հենց մեր ձևով շարժման մեջ, հասկանում ենք, որ այդ մեր ձևով շարժումը առաջնահերթորեն դա Սամվել Կարապետյանի անձն է, այդ մասին նաև նրանց քաղաքական ներկայացուցիչներն են հայտարարում։ Այսինքն կարծում եք, որ մեր ձևով շարժումը օրինակ կոչընդոտի իշխանության վերարտադրությունը 2026-ին։ Բոլոր նախադրյալները կան, որպեսզի այս շարժումը համազգային այդպես շարժում է նա, եթե հետ գնանք 20 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունների, փաստացի ամենամեծ թիվ հավաքածը գետնի վրա եւ փողոցում եղել է Բագրատի Մազանի շարժումը, այս պահին կա նոր ալիք, որը մի քիչ քաղաքական տրանսֆորմացված է եւ ավելի շատ ոչ այդքան փողոցային պայքարի այլ ինստիտուցիոնալ պայքարի շրջանակներում է, բայց այո, բոլոր նախադրյալները կան, որպեսզի կոնկրետ այս շարժումը հանդիսանա որպես այլընտրանքային ընդդիմություն, որը կկարողանա լայն շրջանակներ ապահովել, որովհետև Փաշինյանական իշխանությունը ավելի շատ ամրացված է այդպես անտիրեյտինգների վրա, իսկ Սամվել Կարապետյանի պարագայում ինչքան փորձում են պիտակավորել, կպցնել, ինչ-որ բաներ անել չի կպնում, մինչև այսօր փաստացի իրենք անհաջողության են հանդիպել, դրա համար հիմա փորձում են մեղադրանքի տրանսֆորմացիա իրականացնել։ Ոչ, ես չեմ միացել, բայց դա որևէ նշանակություն չունի, շարժմանը չեմ միացել, բայց նույնիսկ երբ որ շարժումը չի եղել, նրանք ովքեր որ հետևել են իմ հանրային գործունեությանը, դեռ առաջին փուլում, երբ որ այս ամբողջ process-ը գնացել է, ես իմ աջակցությունը հայտնել եմ բոլոր նրանց, ովքեր որ ռեալական քայլեր ձեռնարկել են այդ նաև մեր ձևով շարժմանը, որը փաստացի իրարչել դրած խնդիրները որոշակի քայլական լուծում է։ Մի քիչ կամերաները կտեքվեք դեմքով։ Նարի, կան սպասեցնող։ Ես կարծում եմ, որ փաստաբանի ասած մեկնաբանողի
կարգավիճակին վերաբերելու ոչ ցանկությունն է, ոչ պարտավորություն։ Իմ կարծիքով սա այս ողջ process-ը քաղաքական է։ Փաստաբան իրավաբանական տեսանկյունից իր արտահայտությունների համար ակտիվորեն հասկանալ թե դե հիմա ես այդ փաստաբանը չեմ։ Հրապարակիչ ներքևելի պայք հարցրեք թե ինքը դրանով ինչ Իմաց նայեք, Անցկացես եք հանի։ Անին ասել, ես կնեսիան, իրան նայեց։ Ասմա չէ։ ասեմ շարմանից չենք Տեսեք, ես չեմ կարծում, թե այստեղ էականը միլիարդատեր է կամ չմիլիարդատեր է։ Այս պահին ոչ թե Բաքվի, այլ հայկական բանկերում բավականին մեծ թվով քաղաքական բանտարկյալներ։ Այդ քաղաքական բանտարկյալների հիմնական մեղավորությունը այս իշխանության դեմ դուրս գալու։ Այն մնացածը թե Բաքվի բանկում ով այստեղ ով է, իհարկե շատ ցավալի է, Բաքվի բանկում միլիարդատեր, բայց փաստ է, որ այսօր Հայաստանի իշխանությունները իր հետ բոլոր անհամաձայնություն ունեցողների հանդեպ կիրառում է ցանկացած տեսակի ռեպրեսիա, այդ շրջանակներում ստեղ տեղում գետնի վրա ինչ-որ ես իրացվելու լինի, այստեղ պետք է իրացվի և քաղաքական որոշումներ